Իսկ ինչով է ձեզ պայմանավորված, որ մեր հասարակությունում կամ գուցե նաև աշխարհում ձեր փորձով էլ կիսվեք, այնուամենայնիվ մարդիկ որոշակի անհարմարություն են զգում, երբ պետք է այցելեն ուրոլոգին կամ պետք է խոսեն նույն, ասենք, միզասեռական համակարգի կամ սեռական համակարգի խնդիրների մասին։ Անկեղծ ասեմ, դա շատ ծավալուն թեմա է, ինձ թվում է մի օր մենք տղամարդու առողջությունը առանձին դες հաղորդում կանենք եւ ավելի ծավալուն կխոսենք, բայց ասեմ հետեւյալը. ամբողջ աշխարհում տղամարդը շատ դժվար է գնում բժշկի։ Դա ավելի արտահայտված է կովկասյան երկրներում, ավելի այդպես սարեցիների մոտ, ավելի մի քիչ են ժողովրդական լեզվով ասած մի քիչ ավելի վայրենի ժողովուրդների մոտ, ովքեր որ սովոր են, որ ու դաստիարակչական առումով էլ այդպես է եկած, որ տղամարդը միշտ ուժեղ է։ Տղամարդը երբեք չի հիվանդանում, ամոթ է որ լացի, ամոթ է որ հիվանդ լինի, տկար լինի եւ այլն, ու ժամանակի հետ տղամարդը սկսում է այդ բարդույթը ձևավորել, որ բա ոնց կլինի, բա ամոթ չի, ես գնամ ուրոլոգի մոտ։ Առավել ընդգծված է դա սեռական համակարգի խնդիրների պարագայում, որովհետև կովկասյան տղամարդը որպես այդպիսին շատ դեպքերում սեռական համակարգը իր մոտ ոչ թե սովորական, չգիտեմ, ոնց որ շնչառական համակարգ, սիրտանոթային համակարգ, այլ սեռական համակարգը գլուխ գովելու ինչ որ հարց է։ Եվ սեռական համակարգի որևէ հիվանդություն խոստովանելը դա դառնում է բավականին լուրջ մարտահրավեր ինքն իր համար։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ բացարձակապես ամոթ բան այդտեղ չկա, ամոթա հիվանդ լինել, ոչ թե դիմել բժշկի։